Փորձեցի ստեղծել մի ստեղծագործություն, որ դուրս կգա եւ Լուսինեն եւ մարդկանց։ Այս դեռ ավելի լավ է ձերքեսի։ Սրանից լավ չգիտեմ ոնց պետք է ստացվի։ Ովշոմ գնաց մոնտաժ։ Քանոր շատ հետաքրքիր երկր ստացվել, արդեն խոսքեր գնում, թե ով պետք է նկարանի տեսահոլովակը, ասացի, որ այս տեսահոլովակը շատ գեղեցիկ կնկարի Արամայիս Հայրապետյանը։ Հավաքեցի աշխատակազմ, մաքսիմալ պրոֆեսիոնալ մարդկանց հետ եմ աշխատել։ Ջումանջի տեսահոլովակ, որը առանձնահատուկ էր հենց պատվերի առաջ օրվանից խնդիրների քանակով մատուցման ռեժիսորի կողմից։ Առաջնեկում մայիսից, որ sense բան կազմակերպեց, կարծես այս հավաքի ու ամեն մեկը իր մասնագիտությամբ թողեց ինչ որ չափ ցույց տա, ով ինչ կարա անի։ Այն բարողները, ովքեր որ նկարահանվել են տեսահոլովակում, նրանք Հայաստանի լավագույն բարողների թվին են պատկանում։ Ամենահետաքրքիրը այն էր, որ մենք տարիներ շարունակ կարելի է ասել զբաղվում ենք կաստինգով այդ պրոյեկտի շուրջ։ Այս տեսահոլովակում հանձնարարությունը այն չէր, որ երգչուհուն ներկայացնեինք որպես գեղեցիկ աղջիկ, այլ նա ուներ հստակ ընդգծված կերպարներ եւ պետք է մեկը իրենց իմ աշխատանքով չպետք է փչացնեի նրա արդեն մշակված կերպարը։ Մոտ 6 ամիս տևեց նախապատրաստական փուլը, քանի որ այդտեղ պետք է սարքվեր Ջումանջի խաղը։ You roll the dice to move your token. Այդտեղից դերից նորից։ Էսքիզբը ոնց էր մայիս? The exciting consequence of the game will vanish only when a player has reached Jumanji. Կատարեցինք ահռելի աշխատանք կարելի ասել ահագին գործ փայտի հետ կապված ամբողջ փայտը որ տեսնում եք այնտեղ դրիվ արված է փորագրության ձևով գլխավոր միտքը դրված է Ջումանջի խաղի հիմքերի վրա կինոն ովքեր դիտել են հասկանում ինչի մասին է խոսքը ես կասեի որ իրականում Ջումանջի նայմես կինոյի մեջինը մերը մի բան են ընդեղած ավելի գեղեցիկ ու ավելի առաջ էր, ավելի տպավորիչ էր։ Այնուհետև զուգահեռ աշխատում էինք Լուսինեի կերպարների վրա։ Որ ով արել ես ամեն ինչը, տեսնեք այդ ամեն ինչի մասին է խոսքը, ասին Հարութը։ Հարութ ջան, ներքուստ վստահ է որ կարամ ստանեմ դա։ Դա զգացի իմ կաշի վրա, երբ որ ես կրեցի այդ արևը, գլխիս աքսեսուարը։ Կարծում եմ այն ճառագայթը, որ մենք արևից ենք ստանում Լուսինեի կերպարում, ես պետք է շեշտը դնեի հենց աչքերի վրա։ Կային հակագազով երկու տղաներ, որոնք որ շնչում էին այդ արևի կերպարի այդ շարի միջոցով։ Մեզ համար կրկնակի բարդացավ այդ ամեն ինչը։ Նախ եւ առաջ հակագազերը այդ ծանրությունը մեր գլխի վրա ունենալով Տեսահոլովակում կա նաև Ջումանջի ֆիլմից վերցված Որսորդի կերպարը։ Որսորդը իր անորմալ sense ինչ-որ վիճակներով աչ ու ձախ կրակող դինամիկան հենց ապահով որ չթուլացնի անդադ ինքը հայտնվում է ինչ-որ այն պահին, երբ որ ինչ-որ գործողությունը պետք է ավարտին հասցնի, ինքը պետք է անդադ խաթարի, հա։ Այնտեղ այլանդակ ճտկավոր կոշիկներ են հակս, այդ հանել հակնելը մի ուրիշ պատմություն էր։ Բոլորը ուրախանում էին այդ պահին, առանձին տեսարան էր, հավեսով էր աշխատվում, խանգարում էին այն կոշիկները, որոնք 41-րդ համար էին, իսկ ես 43 եմ հակնում, բայց
այդ խանգարելու հետ մեկտեղ ինքը օգնում էր, որտեղ կոնկրետ քայլվածքը իրան թելադրում էր, ու ինքը դառնում էր հենց այն աննորմալ որսորդը։ Ներվայնացած բան, ուրեմն բարձրացի ու դուրս արի կադրի։ Big Mami կերպարում փորձել էի միքսել, հա, Tommy Jerry տատի կերպարի հետ, որ միշտ փոքր ժամանակվանից դիտել ենք ու ոչ մեկ դեմքը չի տեսել, միշտ տեսել ենք ոտքերը, հա, այդ կրուժանաներով, կարոշիկներով շոները։ Այդ կերպարում մեզ պետք էր կարմիր ու ծաղիկներով կտոր, բայց այդ կտորից քանի որ Երևանում չկար, մենք այդ կերպարի վրա է շատ ժամանակ ծախսեցինք։ Իմ առաջի սևամորդ կերպարն էր, տենց պետք է գրոտեսկի մեջ լիներ, ու տենց խիստ մամա պետք է լինեի, թվում է ստացվել է։ Մատոր, 3, 2, 1, գնաց! Գնաց! Բացվեցիք երեխեք, բացվեցիք։ Նայեցիք ես կողմ։ Այս տեսահոլովակում չնկարվել է ուղղակի հանցագործությունը։ Ստոպ։ Եվ այսպես ես կերտեցի Men in Black ֆիլմի հերոսներից մեկի կերպարը։ Monkey Studio-ի հետ համատեղ, Անդրանիկի հետ համատեղ փորձեցինք այդ ամեն ինչը իմի բերել, նկարել դետալ առ դետալ, թե որ կադրում, որտեղ ինչ պետք է ավելացվի, անգամ այնտեղ քաղաքում նկարահանված տեսարաններ կա, որտեղ ավելացվել են մոստեր, չգիտեմ, մեքենաներ են ավելացել, շենքեր են ավելացել։ Մոտ տարի ու կես տևեց գրաֆիկական աշխատանքները, որ փորձեցինք մաքսիմալ ռեալ ստանալ, հա։ Չգիտեմ, իրանց համար էլ ինձ թվում է պատկերացնում եմ գլխի վրա մանավանդ այդ երկարությամբ մազը հերիք չի, որ տենց բարում են, պլյուս այդ մազը կաբել սարքած գլխի վրա։ Գիշեր-ցերեկ գրեթե ամիսներ մենք միայն աքսեսուարների վրա ենք աշխատել։ Բուսիկներ էինք կարում իրար, շորեր էինք կարում, այդ բանը պապուասներին հագցնենք։ Մի հատված կար, որ պարում էին աբորիգենների, այսպես ասած, ազգային բարերը։ Չասեմ, որ գրիմյորների աշխատանքները ինչ ֆանտաստիկ էին, այսինքն ինչ տեսակ, ասենք, որ ասում են սուրվել ենք սուրվել այս թեմայի շուրջ։ Ակրաս կոպե ենք ուզում թեմայի։ Խեղճ մեր պարողների գախին, մեր ջումանջիների գախին, մոտորապես 150 մետր հաստ թելա գնացել։ Մեծ բաներ է, որ դնում էինք գախին, ձգում էինք, ցավում էր ոչինչ դիմացի, այնց վաղ ցավում է այս մեկը հանի, գնում էիր Սատիցյանին դզում էիր, բայց ավելի էիր ձգում, որ չգներ գախին։ Ես այնտեղ մարմնավորում եմ Ապոկալիպսիս ֆիլմից վերցրած ցեղի առաջնորդի կերպարը։ Դա եղել է շատ հիշարժան օր, որովհետև երևի եզակի դերասաններից եմ եղել, որ գիշերը 11-ից մինչև առավոտ ժամը 8 ունեցել է գրիմ։
Միացնի թեքսի դեպի կամերա։ Հա, քո հարցության վրա, ներքև մի նայ, ու այդքան վերև մի նայ։ Հովիկից ուզում եմ մի քիչ ներողություն կատարել։ Ուսոն այդ իրա բարձանգով գնալ գալ, չնայած հովոյի ձեռը փոկում էինք, բայց էլի լավ էր։ Ուսն էին գրկած քաղաքի ներսով, հա, ասած ինչ-որ տարածության մեջ պետք է ինքը պտտվեր, տաներ հասցներ այդ կետին։ Դու նայ դանի չգար։ Որս ների երակներս։ Հել։ Այդ թռիչքից հետո, երբ որ աստիճաններից ոտքերը սողնում էի, թռնում էի աստիճանները քաշում էի, ես մնում էի օդում ու այսքան մասից վրա պահում էի ոչ միայն իմ ծանրությունը, այլև Լուսինեի ծանրությունը։ Գիտեմ, ուրիշ բառ չեմ կարող ասեմ, մխկտում էր ձեռս արդեն։ Չլինեք Spider-Man, տեսահոլովակներում չլինեք Spider-Man, շատ վատ բան է դա։ Պահպանեք կատարյալ լռություն նկարահանման ժամանակ։ Սևանի ավազանում ազգային պարկում պետք էր փոքրիկ մարդ բեմադրել, ինչը արդեն աճել էր շրջագործի համար։ Այսինքն տեղերը եթե դու շուտ ես հանձնում, աղաղ, այլ չէ գա, հա? Գնաց, դատը նայում այս։ Հրի, ապրես։ Եկող համաշխարհային փորձը ներկայացնել նույն վիճակը իմ տեսանկյունից որպես ռեժիսոր արտիստ են երգչուհին շատ արհեստավարժ էր մոտենում այն խնդրի առաջ, որը նաև մենք էինք դնում իր առաջ է սառնամանիքին պայթունների մեջտեղով ճշգրիտ սխալ անցնելը իր զենքի հետ վարվելու կանոնները մի խոսքով թե ցուրտ, թե անհարմարություն, թե ծանրություն կերպարների հագուստների հետ կապված միևնույն է նպատակը մեկն էր հասնել ավարտին։ Back, բանկում եք տեղը։ Տարապալից աշխատանք էր այս թմի համար։ Հսկայական թիմ է աշխատել այս տեսահոլովակի վրա։ Մաքսիմալն ենք արել, որ լիներ ճիշտ։ Լիքը դրայվ, լիքը էմոցիա։ Ոնց որ բոլորս պատկերացնում ենք, որ շատ ուժեղ բան է ստացվելու։ Հավաքածը այդ ամեն ինչը բավականին սիրուն, հավեսով։ Հայ իրականության մեջ նման տեսահոլովակ դեռ չի նկարահանվել։ Դեռ չեմ տեսել նման տեսահոլովակ։ Ուրախ եմ շատ, որ եւս մեկ հրաշալի տեսահոլովակ ծնունդ է առնում մեր հայ շոու բիզնեսում եւ իհարկե հրաշալի երգչուհի Լուսինե Աղաբեկյանի շնորհիվ։ Հույս ունեմ, որ ավելի ծավալուն գործ կունենա մայիսը ու մենք ելի կհամագործակցենք անպայման։ Մայիս Հայրապետյան, բրավո, կեցես։ Այսօր տեսարաններ կա, որ ասենք, ամենամատ ռիսկ չի անի, իմ կարծիքով այդ աշխատանքը կատարեր։ Սա կարելի է համարել հաղթանակ։ Կարող եմ հստակ ասել, որ այս ամենի մեջ մեզ դեր խաղաց նաև այն աստվածային զգացմունքը, որ այսը ուներ եւ ունի եւ միշտ կունենա Լուսինե Աղաբեկյանի նկատմամբ հանդեպ։ Ուզում եմ շնորհակալություն ասել բոլոր աշխատակազմին։ Շնորհակալ եմ բոլորից անչափ եւ ուզում եմ ասել, որ կցանկանայի, որ այսպիսի տեսահոլովակ եւս լիներ եւ աշխատեի նրանց հետ։ Շնորհակալ եմ։